Շարունակում ենք ծրագիրը, եթերում ART-ի նորություններն են եւ ինչպես միշտ հաղորդման ասածում մեզ է միացել արդեն վերլուծաբան Արմեն Չիբուխյանը։ Բարի երեկո Արմեն։ Բարի երեկո, բարի երեկո։ Հրապարակվել է վերջին վարկանիշը պարոն Թրամփի, տնտեսական, եթե չեմ սխալվում Արմեն։ Այո, այո, վերջի շատ հետաքրքիր հարցումներ են տեղի ունեցել ու մի բան է պարզ դարձել, որ այլևս Ամերիկայի բնակչությունը ուրեմն չի մեղադրում այսինքն առաջ եթե Դոնալդ Թրամփը եկել էր, բայց ինֆլյացիայի համար մեղադրում էին Ջո Բայդենին, եւ դա բավականին մեծ տոկոս էր կազմում, ավելի շատ քան Թրամփինը։ Հիմա այլևս Ամերիկայի բնակչությունը ուրեմն չի մեղադրում Ջո Բայդենին եւ ամբողջ ինֆլյացիայի պատասխանատվությունը դնում է նախագահ Դոնալդ Թրամփի վրա։ Հիմա մի քանի հետաքրքիր դետալներով գնանք, թե ինչ հարցումներ են, ինչ են ասում այս հարցումների պատասխանները, մի քանի բաներով։ Ուրեմն հետաքրքրական մի բան, ուրեմն եթե 1-2 ամիս առաջ ուրեմն եթե 1-2 ամիս առաջ տարիֆների քաղաքականությունը ուրեմն պաշտպանում էր մեծամասնությունը, այսինքն ուրեմն հիմա արդեն տարիֆների քաղաքականությանը դեմ է մեծամասնությունը եւ դեմ է արդեն 58% այս տարիֆների քաղաքականությանը։ Եթե ինֆլյացիայի համար առաջ ուրեմն Ջո Բայդենին մեղադրում էին 38%, մոտավորապես հիմա արդեն դա 21% է կազմում եւ կրկին ուրեմն մեծամասնությունը մեղադրում է նախագահ Դոնալդ Թրամփին։ Եթե Թրամփի ուրեմն բացասական ռեյտինգը 40, տեսեք, նոյեմբերին, երբ որ Թրամփը ստանձնեց պաշտոնը, 42%-ն էր համարում, որ ուրեմն բացասական վերաբերվում Թրամփի տնտեսական քաղաքականությանը։ Այսօր 53%-ն է։ 53%-ն է։ Խոսքը Միացյալ Նահանգների բնակչության մասին է, չէ՞ Արմեն։ Այո, Միացյալ Նահանգների բնակչության 53%-ը համարում է բացասական վերաբերվում Թրամփի ուրեմն տնտեսական քաղաքականությանը եւ համարում է, որ նա է մեղավոր ինֆլյացիայի մեջ։ Ուրեմն 64%-ը բնակչության այլևս կարծում է, որ տարիֆների քաղաքականությունը վատ է։ 64%-ը բնակչության։ Սա մոտավոր թվերն են եւ սա համարվում է խայտառակ ցուցանիշ, որտեղ եւ սա շարունակվում է 53%-ը ուրեմն արդեն կոնկրետ Թրամփին է մեղադրում երկրի տնտեսական վիճակի հետ կապված եւ բացասական է վերաբերվում ուրեմն Թրամփի տնտեսական քաղաքականությունը։ Իսկ 64%-ը դրանց մեջ իհարկե մարդիկ կան, որոնք դեռ շարունակում են հավատալ Թրամփին, բայց 64%-ը դրական չի վերաբերվում Թրամփի տարիֆների քաղաքականությանը։ Սա վերջին տվյալներն են։ Որտեղից է սա գալիս Արմեն։ Ես ճիշտ ասած Հայաստանում եմ, բայց որքան խոսում եմ, զրուցում եմ, որքան հասկանում եմ, գները չեն իջնում։ Ես խնդրում եմ, եթե դուք այդուամենայնիվ այդտեղ եք, կհաստատեք, թանկացումները շարունակվում են եւ մի հետաքրքիր նյուանս, օրինակ Չինաստանի հետ կապված է տարիֆային քաղաքականությունը, հարվածել են նաեւ անձամբ Դոնալդ Թրամփի բիզնեսին, որտեվ դուք հիշում եք, որ նախընտրական շրջանում Թրամփը գլխարկներ էր հանում, չէ՞, այդ մագա գլխարկները, ուրեմն վերնաշապիկներ, բաժակներ, չգիտեմ, եւ այլ, անգամ ժամացույցներ եւ այլ։ Եվ այդ Թրամփի ամբողջ այդ ապրանքները, որ մինչև հիմա վաճառվում էին եւ բավականին մեծ հաջողությամբ, ուրեմն օրինակ գլխարկի օրինակով բերեմ, եթե Թրամփի գլխարկը արժեր Չինաստանում արտադրված, անգամ ամերիկյան դրոշներն էին արտադրվում Չինաստանում $50, ապա հիմա Թրամփի գլխարկը դարձել է $77։ Ահա։ Դե արի ժողովուրդ ու դիմացի։ Հա, կամ առանց գլխարկի մնաց կամ բյուջեի, այստեղ ասում են արդեն ոչ միայն ձուն է խնդիր, այլ նաև տարբեր այլ կենցաղային ուրեմն պարագաներ, շատ օրինակ խոսում են, չէ, ուրեմն զուգարանի թղթի մասին, որը կարծես թե աստիճանաբար դառնում է խնդիր։ Արմեն, բանակցությունները Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև շարունակվում են Օմանում։ Պարոն Թրամփն ասում է, որ լավ են ընթանում, Ուկրաինայի պատերազմի հետ կապված իհարկե, բայց կարծես ինչքան բանակցությունները ըստ Թրամփի լավանում են, մյուս կողմից այդքան պարոն Պուտինը սկսում է ավելի ագրեսիվ հարձակումներ գործել Ուկրաինայի վրա։ Երեկվա ուրեմն հարձակումը Սումի վրա, որ 117 մարդ վիրավորվել էր, 34 մարդ սպանվել էր, եւ պարոն Թրամփը դա անվանեց
սխալմունք որպես ընդհանրապես ասեց, որ դա իրենք ասում են, որ դա սխալմունք ա եղել, ես կարծում եմ, որ այդպես էլ եղել է։ Այո, այն էլ Սուրբ Ծննդյանը նախորդող Եվ օրը ցերեկով, երբ որ փողոցում են բոլորը երեխաներն էլ այո, սա Սուրբ Ծննդյանը նախորդող Կիրակի օրը, որտեղ մարդիկ էլի կրկին այցելում են եկեղեցիներ, հավաքվում են եւ այլն, դա դաժան եւ ստոր հարձակում էր իրականում եւ հետաքրքրական մի դրվագ կա այստեղ, որ Թրամփի ադմինիստրացիայի եւ Ռուբիոն եւ Թրամփը այսպես փորձեցին Թրամփը ասում է ինձ ասել են որ հատուկ չեն արել դրա, այսինքն հասկանում եք էլի գնում է լղոզման քաղաքականությունը, որովհետեւ որքան հասկանում եմ վերջին բանակցությունները որ տեղի են ունեցել Վիտկոֆ եւ Պուտինի հետ, մինչեւ այդ կարծես թե հռետորաբանությունը խստացել էր, Միացյալ Նահանգները ասում են որ իրենք այլևս համբերություն չունեն, շաբաթներից ավել չեն սպասելու, բայց հիմա եւ Ռուբիոն եւ ուրեմն Թրամփը այս հարցակումը փոխեցին այնպես, թե ահա թե այնց այդ պատճառով է որ մենք ուզում ենք խաղաղություն հաստատել, որ անմեղ մարդիկ չզոհվեն, չնայած Եվրոպայից շատ ավելի խիստ դատապարտող կոչեր են հնչում սանկցիաները խստացնելու կոչ են հնչում, բայց սա խոսում է դրա մասին, որ Պուտինը մտադիրել չէ խաղաղություն հաստատել։ Սա նաև Պուտինի կողմից կարելի է ինչ-որ չափով ծաղր համարել Թրամփի եւ իր ադմինիստրացիայի նկատմամբ, որոնք խոսում են խաղաղությունից եւ որոնք եւ ըստ էության իր պայմանների նաև ուրեմն պնդում կարելի է ուրեմն անցալել սա որպես Պուտինի կողմից, այսինքն սրանք լուրջ մեսիջներ են, որոնք Պուտինի կողմից ուղղակի փոխանցվում են ուրեմն Միացյալ Նահանգներին եւ ես չգիտեմ հիմա ինչ կլինի պատասխանը Միացյալ Նահանգների իհարկե քաղաքականության արդյունքում նավթի գները ընկել են, որը հարվածում է լրջագույն ձևով Ռուսաստանի տնտեսությանը եւ Պուտինի պատերազմը շարունակելու կարողությանը, արդեն խոսում են, որ 26 թվականից Պուտինը արդեն փող չունի պատերազմը շարունակելու, եթե նավթի գները ընկնեն, դա կարող է շատ լուրջ ազդել, բայց մեծ հաշվով Պուտինը ցույց է տալիս, որ ինքը ունի, այսինքն փորձում է այսպես բանակցություններում Ամերիկայի հետ, կոնկրետ բանակցություններում, այսպես իր դիրքերը կարծես թե ամրապնդել։ Այսինքն պնդել, ոչ թե ամրապնդել, այլ պնդել։ Պիտի ընդմիջվենք դադարով, բայց մինչ այդ ուզում եմ հարց տալ եւ արագ պատասխան եմ ուզում։ Այս ինչ որ մենք ասում ենք, որ Պուտինը իսկապես արդեն հասկացանք, որ չի ուզում խաղաղություն, իրան դա պետք չի։ Այսքանը գոնե Սպիտակ տանը հասկանում են, թե ոչ։ Ես կարծում եմ հասկանում։ Ըստ էությունը, էլի Պուտինի եւ իր վարած քաղաքականության։ Ես կարծում հասկանում եմ, կշարունակեմ երկրորդ մասում։ Լավ, հիմա մեզ մոտ գովազ բարեկամներ կվերադառնանք ու կշարունակենք զրույցը վերլուծաբան Արմեն Չիբխչյանին։ Բայդուբայ.am, այո, Բայդուբայ.am։ Դարձեք անշարժ գույքի սեփականատերը Դուբայում Բայդուբայ.am-ի օգնությամբ եւ մենք ապահովենք Արաբական Միացյալ Էմիրությունների ձեր ռեզիդենտության քարտը։ Արաբական Էմիրություններում առանց տոկոսագումարի ձեռք բերեք անշարժ գույք սկսած $140,000-ից, ստանալով մինչև 15% եկամուտ Բայդուբայ.am-ի օգնությամբ։ Մեզ հետ կարող եք կատարել եզակի ներդրումներ Mercedes-Benz, Bugatti, Burj Khalifa եւ Դամակ ճարտարապետական գլուխգործոցներով հայտնի MR եւ Bingatti-ի հեղինակավոր կառուցապատողներին պատկանող անշարժ գույքի շուկայում։ Կատարեք ձեր ներդրումը ֆինանսական ժամանակակից երկնաքերերի, շքեղ հյուրանոցների, ոսկեփայլ լողափերի եւ ֆինանսական բարձունքներ նվաճելու քաղաքում։ Բայդուբայ.am։ Շարունակում ենք ծրագիրը եւ զրույցը վերլուծաբան Արմեն Չիբխչյանի հետ։ Արմեն, կանգ առանք Միացյալ Նահանգներ Ռուսաստան հարաբերությունների վրա։ Ուզում եք ավելացնել այդտեղ մի բան։ Այո, դուք հարց տվեցիք հասկանում են, այո, ես կարծում եմ, որ հասկանում են, շատ լավ, պարզապես վստահ եմ, որ այդ բանակցություններում Թրամփը նաև Ամերիկայի, այսինքն այստեղ բացի ռուս-ուկրաինա, այսինքն բացի ուկրաինական կոնֆլիկտը դադարեցնելու բանակցություններին, ես վստահ եմ, որ այնտեղ նաև այլ թեմաների շուրջ են գնում բանակցություններ, եւ ես վստահ եմ, որ այստեղ նաև ռեսուրսների պայքար է Ռուսաստանին, ուրեմն Ռուսաստանին Չինաստանից փոկելու պայքար է եւ այլն, այսինքն ըստ էության բայց Միացյալ Նահանգները շատ լավ էլ հասկանում եմ, որ Պուտինը այսօր այնքան է կախված Չինաստանից, օրինակ ռուսական շուկան արդեն կարծես թե ողողված է չինական ապրանքներով եւ նույնը սկսած մեքենաշինությունից, որ արդեն եւ տարբեր շատ կարեւոր ոլորտներ արդեն կոնկրետ կախված են Չինաստանից շատ լրջորեն, բայց ես կարծում եմ, որ Թրամփը այդուամենայնիվ փորձում է ցույց տալ, որ
դեռևս ինքը շանս է տալիս Պուտինին, բայց այդուամենայնիվ մի քանի շաբաթ անց, եթե այս նույն քաղաքականությունը շարունակվի եւ Տրամպը համարժեք չարձագանքի, ես կարծում եմ Տրամպի հեղինակությանը լրջագույն վնաս կհասցվի, որովհետև արդեն ուղղակի Տրամպի խոսույթը լուրջ չի ընկալվի միջազգային հանրության կողմից։ Սա նաև ռեպուտացիոն հարց է Տրամպի համար, որտեղ իրենք ասեցին, որ իրենք շաբաթներ այցաբել չեն սպասելու, հա։ Հիմա ապրենք, տեսնենք, թե ինչ գործողությունների կդիմի Տրամպը, այդուամենայնիվ ինքը ասեց, որ դա սարսափելի հարված է եւ այլն, եւ որ իրեն իբր թե ասել են, որ դա պատահականություն է, բայց ինչքան կարող է լվալ Պուտինի դեմքը, ասենք, որքան լավ մեկ անգամ, երկու անգամ, 10 անգամ, 15, արդեն ուղղակի արդեն իր խոսքը լուրջ չեն ընկալի։ Լավ Արմեն, այսօր 3 ներողություն հանդիպում են ունեցել նաև մեր արտաքին Միրզոյանը արտգործնախարարը, ուրեմն Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Այդ մասին ինչ կասես, ինչ նորություն ունենք այդտեղից։ Այո, այստեղ հետաքրքիր հանդիպում էր Անտալիայում, որտեղ պանելային քննարկում էր եւ այդտեղ կարծես թե բանավեճ ծավալվեց Միրզոյանի եւ ուրեմն Բայրամովի միջև։ Գիտեք ինչներ հստակ Ադրբեջանը ըստեյության անխոչնդոտ ճանապարհ է ուզում եւ նաեւ այսօր արդեն հայկական լրատվական դաշտում քննարկվում է, որ ինչու մենք պետք է այդ Անտալիայից իմանանք, թե ինչ է առաջարկել Հայաստանը, իսկ պարզվում է Հայաստանը առաջարկել է ուրեմն էլեկտրոնային հայտարարագրերով շփվել, սահմաններ սկաներով դարձնել, որպեսզի ֆիզիկական շփում չլինի։ Ադրբեջանը, բայց սակայն սրանով չի բավարարվում եւ իրենք ուզում են անխոչնդոտ ճանապարհ եւ ուզում են երաշխիքներ, որ ինչ էլ փոխվի, երբևէ ինչ իշխանություններ Հայաստանում փոխվի, ինչ օրենքներ փոխվեն, այդ ճանապարհը իրենք անխոչնդոտ կօգտագործեն։ Գիտեք, իրականությունը շատ պարզ է եւ ըստ էության, եթե մենք թարգմանենք Բայրամովի խոսքերը, իրենք ուզում են ուղղակի Հայաստանի տարածքը, որովհետև մենք հասկանում ենք, չէ, որ ասենք դու սուվերեն երկիր ես, այո, կարող է մի օր օրենքները փոխվեն, դա սա բանակցությունների հարց է, կարող է մի օր իշխանություններ փոխվեն, իսկ Ադրբեջանը պետք է այնպես վարվի Հայաստանի հետ, որպեսզի այդ ճանապարհը միշտ բաց մնա, դա պիտի ջանքեր գործադրվի Ադրբեջանի կողմից, պիտի վճարներ արվեն Ադրբեջանի կողմից, այնպես պիտի արվի, որ Հայաստանին էլ ձեռնտու լինի այդ ճանապարհը բաց պահելը, հա։ Արմեն, իսկ ներողություն, Արմեն, շատ կարևոր է, ով է վերահսկելու այդ ճանապարհը, Հայաստանը։ Ոչ մեկ, Հայաստանը, բայց Հայաստանն էլ առաջարկում է մեր տարածքով, բայց մենք չենք հսկելու։ Չէ, ոչ թե մենք չենք հսկելու, այլ Հայաստանը ասում է ֆիզիկական որևէ շփում չլինի Հայաստանի եւ ադրբեջանցիների բեռնատարների միջեւ, օրինակի համար, օրինակ սկաներներ տեղադրեն, որտեղ Ադրբեջանի բեռնատարները կգան կանցնեն եւ որևէ վերահսկողություն չի լինի, այսինքն ֆիզիկական ոչ մի հայ Կարող է ռումբ են տանում այդ մեքենայով, Արմեն, ոնց կլինի երկիրդ մտնի մեքենա ու դու չստուգես, թե ինչ կա մեքենայի մեջ։ Դե իբր թե սկաներները ստուգում են, բայց այստեղ խնդրեմ է, դուք շատ ճիշտ եք նշում, սա իրոք ճիշտ խնդրեմ է, որովհետև ասեմ ինչու։ Այստեղ մի խնդիր կա։ Այսինքն Ադրբեջանը ակնհայտորեն ակնարկում է, որ իրան պետք է Հայաստանի տարածքը, որտեղ այն պայմաններով, որ իրենք ուզում են, դա ըստ էության իրենք կուլտուրական, դիվանագիտական ձևով ասում են, որ մեզ պետք է մեղրին, կոպիտ եմ ասում, կոպիտ օրինակ եմ ասում։ Հիմա հետևյալը, դուք պատկերացնում եք, ասենք, այս իրավիճակում, եթե օրինակ սկաներով բեռնատարը անցնում է եւ այնտեղ ապրանքներ կան, արգելված ապրանքներ կան, որոնք չպետք է անցնեն Հայաստանից, օրինակ զենք է տեղափոխվում Նախիջևան կամ ինչ որ, չգիտեմ, թմրանյութ է տեղափոխվում Նախիջևան։ Եվ տեսեք, եթե այդ պարագայում բանը հայտնաբերվում, արդեն պետք է միջամտեն, ճիշտ է, արդեն հայ սահմանապահները, մաքսավորները, չգիտեմ, եւ այլն, պետք է միջամտեն։ Եվ դա կարող է ամեն մի այդպիսի դրվագ վերածվել կոնֆլիկտի։ Այո, մեծ պատմություն։ Ամեն մի այդպիսի դրվագ։ Ավելին, այդ իրավիճակում ըստ էության ստացվում է, որ այս նույն տրամաբանությամբ է շարունակվելու, որ Հայաստանը ձեն չի անելու անընդհատ աչքա փակելու, որպեսզի դա կոնֆլիկտի չվերածվի։ Եվ սա վատ տեղ տանող ճանապարհ է։ Հետևաբար այս այն մասին էր, որ այս հարցերը պետք է այնպես կարգավորվի, որ ուրեմն միջազգային կամ արևմտյան կազմակերպություն հրավիրի, ամերիկյան, ուրեմն որպեսզի ադրբեջանցիների հետ ուրեմն հայերն ու ադրբեջանցիները, հայերն ու ամերիկացիները օրինակ կամ հայերն ու եվրոպացիները միասին վերահսկեն այդ ճանապարհը, ինչ որ հատուկ մասնագիտական կազմակերպության կողմից, որպեսզի Ադրբեջանը հիմք չունենա Հայաստանին մեղադրելու, իր բեռնատարները կանգնեցնելու, խոչընդոտելու եւ այլնի մեջ։ Եվ սա անընդհատ նոր լարվածության եւ նոր կոնֆլիկտի առիթ է դառնալու։ Այսինքն Ադրբեջանը
ցավոք սրտի այնպիսի դիրքորոշում ա որտեգրել, որից հասկանում եք, որ նրանք չեն ուզում խաղաղություն եւ նրանք մաքսիմալիստական պահանջներ են դրսեւորում։ Այս իմաստով ես կիսում եմ ձեր մտահոգությունը, որ սա շատ լուրջ խնդիր է եւ սա նույնն էլ ինչ է վերաբերվում է նաեւ խաղաղության պայմանագրի, որ առանց երաշխավորի, առանց լրջագույն վերահսկողության, առանց ուրեմն միջազգային երաշխիքների Ադրբեջանի հետ հետագա կյանքը շատ ավելի բարդ է լինելու։ Արմեն, այնպեսի տպավորություն է, որ կարծես մենք պարտավոր ենք մեր տարածքից իրենց հատկացնել, չէ՞։ Ախր սա վիճելի տարածք չի, ասենք Արցախի նման կամ ինչ անկլավ չի։ Սա մեր ամեն բոլոր բաներով սահմանն է։ Ոնց կարող են մեզ ստիպել, որ մենք ճանապարհ տանք անգամ իրեն, թե մի քիչ տարօրինակ չէ ամեն ինչը, այսինքն ոչ հավասար է բանակցությունների դիրքերը, էլի բան լինում։ Ու մենք պիտի վատը զգանք, որ չենք տալիս այդ ճանապարհը։ Չեմ հասկանում։ Տեսեք, դրա համար իրենք ամեն ինչ անում են, որպեսզի մեզ ներկայացնեն։ Իրեւ ուրեմն դրա համար Ադրբեջանից անդադ այսպես բան է, որ կապիտուլյացիայի եք ենթարկվել, որ պետքա զիջեք, որ դուք պարտված կողմ եք։ Դրա համար հայկական ֆաշիզմ անվանես չէ, Ալիևը այսպես փորձում է ուրեմն իրեն ներկայացնել որպես այսպես բարի կողմը, հայերը որպես չար կողմը, հայերը որպես ագրեսոր, դրա համար այս քաղաքականությունը շարունակվում է մաքսիմալը փոկելու համար, հա։ Եվ այո, այդտեղ կա տարօրինակություններ, եւ այդտեղ կան տրամաբանական բաներ, բայց ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ Ալիևը ակտիվ խաղի մեջ է, ակտիվ ինչ-որ բանակցությունների մեջ է, ակտիվ փորձում է ուրեմն խաղալ Իսրայելի, Միացյալ Նահանգների, Թուրքիայի հետ իր նպատակներին հասնելու համար մենք չհասցրեցինք այսօր խոսել Իրանից, բայց ենթադրում եմ, որ ենթադրելի է, որ Ալիևը սպասում է նաև իրանական զարգացումներին, որպեսզի իր ագրեսիվ մտադրությունները ինչ որ պահի, ինչ որ ձև հնարավորություն ունենա իրականացնելու։ Լավ, Իրանի հարցը այստեղ ինչ դեր է խաղում, Արմեն։ Իր ագրեսիվ Իրանի հարցը նպատակների համար։ Այո, Իրանի հարցի պարագայում դա մի քիչ ավելի բարդ թեմա է, մեր ժամանակը կարծես չեմ հասցնի, մի փոքր ավելի մեծ վերլուծություն է, երևի հետագայում կփորձենք հասկանալ խոսել, որովհետև ենթադրում եմ Իրանին զսպելու հարցում Ալիևը փորձում է Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին ներկայացնել իր, այսինքն կարևոր նշանակությունը Ադրբեջանի, այս իմաստով եւ այդտեղ ստանալ ըստ էության նաեւ Ադրբեջանի ծառայությունները առաջարկելով նաեւ փորձում է համոզել, որ ինքը պետք է ստանա այդ միջանցքը։ Լավ, շնորհակալություն Արմեն։ Ես եմ շնորհակալ։ Այսքանը սիրելիներ այսօրվա համար կհանդիպենք վաղը, միշտ տեսություն։